Հարց համար 24 Կառավարությունն արեց այն քայլը, որը շատ փորձագետների պնդմամբ նախընտրական քարոզարշավի մաս է։ Գործադիրն ուզում է 2026 թվականի հունվարի 1-ից 6 ամսով կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Նախագիծը եթե օրենք դառնա, ժամկետայինները կծառայեն ոչ թե 2, այլ 1.5 տարի։ Արդեն ծառայողներին սա չի վերաբերում։ 18 ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 25 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Նշեմ, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Շուտ են սկսում քիչացնելը բանակը։ Ալավերցի նախկին ոստիկանը պարտադիր զինվորական ծառայության ժամկետները կրճատելու ռիսկերից է խոսում։ ՔՊԻ խորհրդարանական ընտրությունների նախաշեմի քարոզարշավային քայլը փորձանք չդառնա Հայաստանի անվտանգության համար։ Մենք այդքան ռեսուրս չունենք, որ տարուկես սարքեն։ Ինչքան ջահելություն ունենք մենք, բանակ գնացող։ Թողეთ հաշվեն տարեկան ինչքան ջահել երեխա պետք է գնա բանակ։ Ու հաշվեն թե այդ տարուկեսը հերիք է։ Այլ հարց է, եթե Հայաստանը անցած լիներ պայմանագրային բանակին։ Փորձագետներն ասում են, այդպիսի բանակ ունենալու գործի կեսն էլ դեռ արված չէ։ Պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնմանը միտված Պաշտպան Հայրենյանց ծրագիրը տոտիկ է առաջ գնում։ Միայն այս պահին կարող եմ այդ թիվը հնչեցնել, որ Պաշտպան Հայրենյաց ծրագրի շահառուների թվաքանակը կազմում է 4220 եւ ինքը աճի միտում ունի։ Հայաստանի պետական սահմանի ընդհանուր երկարությունը 44-օրյա պատերազմից հետո դարձել է ավելի քան 1800 կիլոմետր, դրանից մոտ 1000 կիլոմետրը միայն Ադրբեջանի հետ է։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, ինչ կարծիքներ կան այս կարևորագույն նախագծի հետ կապված։ Ինչ կարծիքներ կարող են լինել, եթե Հայաստանում ժամկետային զինծառայությունը ՔՊԻ առաջնորդը ինքն է անձամբ գովազդել այս նախագիծը։ Իհարկե ուզում եմ շնորհակալությունս հայտնել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը եւ որպես նաեւ ծնող։ Նոր չէ Փաշինյանի իշխանության պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու քարոզարշավը։ Փորձագետներն ասում են ամեն նեղ պահի են դա ասպարեզ բերում։ Առաջին անգամ արել են 44-օրյա պատերազմից հետո։ Ուղղակի 2021-ին շեշտը դրեցին պահեստազորայինների 25-օրյա հավաքների վրա։ Պահեստազորայինները 14 օր մարտական հերթապահություն են իրականացնում։ Շատ հնարավոր է, որ ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելով ավելացնեն վարժանքների ժամկետը, այսինքն տղան կես տարի քիչ ծառայի, բայց այդ կես տարին բանակ տանեն տղայի հորը, եղբորը, հորեղբորը, քեռուն, բարեկամին, հարևանին։ Շատ կարևոր նախագիծ է։ Շատ կարևոր նախագիծ, որ գործադիրը քննարկում է ընդամենը 5 րոպե։ Կարծում եմ որևէ խնդիր չի առաջանա։ Կարծում է։ Իսկ ռազմական փորձագետները ոչ թե կարծում, այլ ճիշտ հակառակը պնդում են։ Ժամկետային զինծառայությունը կրճատելու առաջին հայացքից դյութիչ նախագիծը մեծ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար։ Կա բանակի նվազագույն թիվ, որը պետք է ապահովվի։ Եթե դա չարվի, Ադրբեջանը կարող է կրկին գայթակղվել ագրեսիայով։ Շատ լավ։ Փորձագետները հիմնավոր չեն համարում Փաշինյանի կաբինետի նաև այն պնդումը, թե ժամկետայիններին իրենք պայմանագրայիններով են փոխարինելու, աշխատավարձ ստացող զինվորականներով։ Այդ դեպքում ինչու են 2026-ի համար պաշտպանական ծախսերը կրճատել ավելի քան 15%-ով։ Դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Խորհրդարան օրենք դառնալու ուղարկեցին ռազմական փորձագետների կողմից կաշառք որակված մի փոր հացը մի հոր հացով տալու նախագիծը։ Արփիս Քեսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։